Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, վերլուծելով իշխանություն ընդդիմություն աժդալիճում տեղի ունեցող բանավեճերի որակի իմ գնահատմամբ հետևողական անկումը եւ նախկին ներկա անվերջանալի շրջապտույտը, իմ հետևությունը հետևյալն է. Քանի դեռ ընդդիմությունը չվերանա իր գործելավոճ այս հարցում, նշալ տենդենսը աներկբայորեն կշարունակվի, իսկ դրանից կարճաժամկետ կտրվածքով միգուցե կշահի ԿՊ-ն, միանշանակ կտուժի ընդդիմությունը, իսկ երկարաժամկետ կտրվածքով կտուժի թե ընդդիմությունը, թե քաղաքական դաշտը, թե Հայաստանի Հանրապետությունը, հետևաբար եւ ԿՊ-ն։ Եվ այս կոնտեքստում անկեղծորեն անհասկանալի է, երբ պարոն Մինասյանը լուրջ դեմքի արտահայտությամբ խոսում է ապօրինի գույքի բռնագանձման մասին, իրենց դիստանցավորելով այս գործընթացից, փորձելով հերքել դրանում իրենց քաղաքական ուժի ուղիղ շահառու լինելու փաստը։ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի անդամներին վերաբերող ապօրինի գույքի բռնագանձման վարույթների մասով հարցինի պատասխան այս ամբիոնից Տիկին գլխավոր դատախազը 3 թվարկում էր մի անվերջանալի դրվագների ցանկ, որոնց հանրագումարը գերազանցում էր $100 միլիոն։ Այն էլ միայն գոյություն ունեցող ֆինանսական ակտիվներին վերաբերող մասով, չհաշված տարբեր իրավաբանական անձանցում վերջիններիս մասնակցությունը։ Եվ այս ֆոնին պարոն Մինասյանն ասում է, թե ընդդիմությանը կոռուպցիայի մեջ մեղադրելը նոնսենս է։ Պարոն Մինասյան, գիտեք որն է տոտալ նոնսենսը, լինելով խմբակցության անդամ, որի բազմաթիվ անդամներ ուղիղ անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործերով, նշված օրենքի սահմանադրականությունը վիճարկել, հետո գալ էստեղ մեզ պատմել, որ դա արել եք մեզ համար, որ վաղը մյուս օր, որ մենք նմանատիպ գործերով անցնելիս պաշտպանված լինենք։ Այսա իսկապես նոնսենս է։ Տիկնայք եւ պարոնայք ընդդիմադիրներ, ԿՊ-ն եւ գործող իշխանության ներկայացուցիչները հեռու են կատարյալ լինելուց։ Ավելին վստահ եմ, որ գործող իշխանության պաշտոնյաների շրջանում կան իսկապես կոռուպցիայի մեջ թաթախված անձինք, եւ դրա ապացույցն են պարբերաբար աղմկահարույց բացահայտումները, որոնց շրջանակներում քրեական գործեր են հարուցվում եւ որոշ դեպքերում կալանավորվում են գործող պաշտոնյաներ, կրկնում եմ գործող պաշտոնյաներ։ Բայց նույնիսկ ձեր քննադատական խոսքում դուք անկեղծ չեք, որովհետև նույն մամուլում շրջանառվող բազմաթիվ հրապարակումների ընտրության հարցում հետապնդում եք միայն ու միայն ձեր նեղ անձնական շահը։ Երբ Տիկին Աննա Գրիգորյանը հարց է հնչեցնում Անիֆի գործի հետ կապված եւ այդ համատեքստում հարց է հնչեցնում, թե արդյոք այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է, քանի որ վերջինս կառավարության ղեկավար է, իսկ Անիֆը կառավարության որոշմամբ ստեղծված մարմին է։ Դրանով ամբողջությամբ ի ցույց է դնում տվյալ հարցի վերաբերյալ կամ ինքն իր մեղմ ասած սիրողական եւ մակերեսային մակարդակի գիտելիքը, կամ որ ավելի հավանական է, ի ցույց է դնում տվյալ գործի շրջանակում իր հարցապնդման կեղծ թիրախը։ Այսինքն Անիֆի գործի շրջանակներում այլ գործողանց չկար, քան գնաց եկավ, թե բա Նիկոլ Փաշինյանին հարցաքննել եք, թե ոչ։ Այդ տրամաբանությամբ պետական կառավարման համակարգում որևէ օրինազանցության պարագայում ըստ Տիկին Գրիգորյանի մետաղյա տրամաբանությամբ պիտի հարցաքննվի ոչ ավել ոչ պակաս, քան երկրի ղեկավարը։ Այսինքն ստացվում է, որ կառավարության կողմից ձևավորված որևէ մարմին կամ կառավարությանը ենթակա մարմնի կողմից ձևավորված որևէ մարմին, լինի դա ՊՕԱԿ, հիմնադրամ, ՓԲ, որևէ նման մարմիններում տեղի ունեցած կոռուպցիոն երևույթի պարագայում պետք է հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը։ Այո, հարգելի գործընկերներ, դուք անկեղծ չեք եւ այս դահլիճում ձեր հնչեցած որևէ հարց կամ ելույթ իրականում որևէ աղերս չունի մեր հանրությանը հուզող ոչ հարցերի, ոչ խնդիրների հետ։ Դրանց միակ եւ ուղիղ շահառուն դուք եք եւ ձեր քաղաքական հայրերը։ Իրականում ձեր քաղաքական սնանկության, ձեր իսկ փորած փոսից դուրս գալու տոտալ անկարողության գլխավոր պատճառն այն է, որ դուք մինչ օրս չեք կարողանում մարսել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ելքից հետո ժողովրդի մեծ տված վստահության քվեն։ Իսկ այդ հոգեբանական ժխտման պատճառն իր հերթին ձեր ինքնահայեցողության ունակության բացակայությունն է։ Դուք այդպես էլ չհասկացաք, որ ընտրությունների նման արդյունքների գլխավոր պատճառը ձեր նման իշխանության գալու սարսափելի հեռանկարն էր։ Հետևաբար, քանի դեռ դուք հիմնավոր վերանայման չեք ենթարկում ձեր խոսույթը, չեք դառնում իսկապես կառուցողական ընդդիմություն, չեք սկսում վերջապես խոսել ժողովրդի անունից, կամ քանի դեռ չեք լքում քաղաքական դաշտը, քաղաքական ստատուս քվոն երբեք չի փոխվելու, որովհետև ԿՊ-ն իր բոլոր բացասական դրսևորումներով երբեք, ասում եմ, երբեք ձեզնից վատը չի դառնա։ Հետևաբար, եթե շատ եք ուզում իշխանազրկել ԿՊ-ն, նվազագույնը որ կարող եք անել, դա լքելն է քաղաքական դաշտը։
Ըստ այդմ, ձեզ հորդորում եմ վերանայել ձեր գործելակերպը, դադարել երեսպաշտությունը եւ ներգրավել իսկապես կառուցողական քննարկումների մեջ։ Հավատացեք, դրանում կշահենք բոլորս եւ ամենակարևորն է կշահի Հայաստանի Հանրապետությունը։ Եվ վերջում, անդրադառնալով իրավապահ համակարգի գործողություններին եւ մեր գործընկերներին, ուզում եմ դիմել իրավապահ համակարգի մեր գործընկերներին։ Շատ է խոսվում հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի, այլ աղմկահարույց դեպքերի, սպանությունների, քաղաքական սպանությունների, դրանց բացահայտման դժվարությունների մասին, ինչպես նաև այդ ֆոնին հանրության ակնկալիքների մասին։ Հիմա եթե նշված գործերում վաղեմության ժամկետների հետ կապված օբյեկտիվ խնդիրներ կան, ինչպես նաև այն հանգամանքի, որ օրվա իշխանությունները օբյեկտիվորեն խոչընդոտել են գործերի օբյեկտիվ քննությանը, բայց Արարատ Միրզոյանի դեպքը մեր իշխանության օրոք է տեղի ունեցել։ Եվ այս ամենը հաշվի առնելով, հարգելի իրավապահ համակարգի գործընկերներ, այո, 5 տարին բավականին երկար ժամկետ է, որպեսզի մինչ օրս մեր իրավապահ համակարգը սպանության փորձի մասնակիցների նույնականացման փուլում լինի, որովհետև այդ տեմպերով հավանաբար նույն այս գործերով վաղեմության ժամկետները կլրանան։ Շնորհակալություն։